ձեր վերջին հարցազրույցներից մեկում ձեր հայտարարության հետ կապված, այն հարցին, որ սովորաբար խոշոր կապիտալ ունեցող գործարարները մարդիկ նաև զբաղվում են քաղաքականությամբ, արդյոք դուք չեք մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին, դուք արձագանքեցիք, որ ամեն օր եք մտածել եւ ամեն օր համոզվել եք, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով եւ նշեցիք, որ դուք հաջողակ գործարար եք եւ բիզնեսը նաեւ ստեղծագործություն է եւ այդ պատճառով դուք ցանկանում եք ձեր բիզնես գործունեությամբ շարունակել ձեր աշխատանքը։ Մեկ տարի հետո ունենք այլ պատկեր, Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ մտնում է քաղաքականության մեջ։ Ինչը ձեզ ստիպեց գնալ այդ քայլին, բիզնեսից տեղափոխվել քաղաքականություն։ Շնորհակալ։ Ես հիշում եմ այդ հարցազրույցը միասին ենք ունեցել, լավ հիշում եմ ես ինչ եմ ասել, բայց դրանից հետո մեկ տարի հետո Հայաստանում սկսվեց ապօրինությունների շարք։ Ներկա իշխանությունները հարձակվեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Սկսվեց հարձակումը հայոց ինքնության վրա։ Դրա համար ես պետք է ունենայի անմիջական մասնակցություն այդ process-ներին։ Ավելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսը դնես ուրիշ քաղաքական ուժերի վրա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։